Ես երբեք չեմ երազել ցանցային բիզնեսի մասին։ Ու երբ հանդիպում է, որ մարդիկ ուզում են գումար վաստակել, բայց ցանցային բիզնեսից կտրուկ հրաժարվում են, ես դա հասկանում եմ, որովհետև այստեղ պետք է հստակ տարբերակել երազանք եւ ցանցային բիզնես հասկացությունները։ Մարդիկ կարող են երազել ճանապարհության, սեփական տան, ֆինանսական անկախության մասին, իսկ ցանցային բիզնեսը երազանք չի։ Դա միջոց է երազանքին հասնելու համար։ Եկեք առօրյական օրինակի միջոցով բացատրեմ։ Ենթադրենք դու ուզում ես ուտել համով կարտոֆիլ, իսկ քո բակում կա ցանած կարտոֆիլ։ Ինչ է քեզ պետք։ Բա, որով փորես ու հասնես քո երազանքին։ Իհարկե դու երբևիցե չես երազել ամբողջ կյանքում բահով աշխատել։ Իհարկե դա քեզ դժվար է թվալու։ Բայց դու անում ես դա քո երազանքին հասնելու համար, այնպես չի։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ միջոցը այս օրինակում բահը ներկայացում է որպես երազանք։ Իսկ ինչ է ստեղծում դա մարդու մոտ։ Օրինակ ենթադրենք բահը քո երազանքն է։ Դա իմը չի, առողջությունները գնում են, դա բնական է։ Պետք է հստակ տարբերակել բահը ցանցային բիզնեսը միջոց է քո երազանքին հասնելու համար։ Իսկ այն դու օգտագործես թե ոչ, իհարկե դու ես որոշում։ Այստեղ հարցը պետք է հնչի այս կերպ, ոչ թե արդյոք երազում ես ցանցային բիզնեսի մասին, այլ արդյոք քո երազանքին հասնելու ճանապարհին կօգնի քեզ ցանցային բիզնեսը։ Եթե այո, ուրեմն վերցրու օգտագործի այս հնարավորությունը, որովհետև հենց այդպես է սկսվել հաջողության բոլոր ճանապարհները։